Բարեձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Տարբեր կրոններից դուրս ստեղծվում են բազմաթիվ աղանդներ, որոնք մեղմ ասած դրական ազդեցություն չունեն մարդկության եւ ազգաբնակչության վրա, բայց դրանց մեջ 5-րդ դարում ձևավորված պավլիկյան եւ ավելի ուշ ձևավորված թոնդրյակյան շարժումները մեծ նշանակություն եւ ազդեցություն ունեցան համաշխարհային եւ հայոց պատմության մեջ։ Այս շարժումների դրական ազդեցությունների մասին, նշանակության եւ դրանց վրա ստեղծված բազմաթիվ այլ աղանդների ու շարժումների մասին կխոսենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարեձեզ, պարոն Կարապետյան, ասացի, որ խոսելու ենք պավլիկյան եւ թոնդրակյան շարժումների մասին եւ անմիջապես կցանկանամ անցնել առաջին հարցին։ Ինչ է իրենից ներկայացնում աղանդը մասնավորապես եւ միջին դարերում ձևավորված հայ դասական աղանդը այժմյան շարժումներից աղանդներից ինչով է տարբերվում։ Գոյություն ունի դասական սահմանումը աղանդի կամ նաեւ կոչվում է հերձվածություն, ըստ որի աղանդը դա պաշտոնական ընդունված եկեղեցու որևէ դոգմայի կարգի կամ ընդունված արարողակարգից տարբերվող, չընդունող նույն կրոնի ուղղությունն է, այսինքն երբ խոսում ենք աղանդ, պետք է հաշվի առնենք, թե որ կրոնին է պատկանում տվյալ աղանդը, որովհետև միայն քրիստոնեությունը չէ, որ ունի իր աղանդները, օրինակի համար, ասենք, խորհրդային շրջանում 1970 թվականին, երբ Հայաստան եւ ընդհանրապես ԽՍՀՄ մտավ քրիստոնեականություն, իրականում դա ոչ թե հնդկական մաքուր քրիստոնեականություն, այլ քրիստոնեական աղանդ։ Սա առաջին հերթին նաեւ պետք է հաշվի առնել, որ պատմության ժամանակաշրջաններում կարող է, ասենք, որևէ կրոնի աղանդը վերածվել պաշտոնական կրոնի կամ հակառակ, որտեղ ի վերջո, եթե ավելի խոր նայենք, ասենք քրիստոնեություն եւ մուսուլմանությունը սկզբում հանդես են եկել որպես մովսեսական կրոնի աղանդներ, հետո միայն առանձնացել են մայր կրոնից եւ սկսել են հանդես գալ որպես առանձին կրոններ։ Իսկ ասենք քրիստոնեության մեջ ամենատարածված արոսականություն կոչվող աղանդը ընդունվել է նույնիսկ որոշ ժամանակով որպես պաշտոնական կրոն, իսկ հետագայում համարվել է աղանդավորականություն եւ սարսափելի ձևով պայքար է մղվել արոսականության դեմ կամ թե չէ ասենք հենց գնոստիկիզմը, որը փիլիսոփայական ուղղություն է, եղել է քրիստոնեության գլխավոր հենասյուներից մեկը, սակայն հետագայում քրիստոնեությունը ամենասարսափելի պայքար մղել է հենց այս աղանդի գնոստիցիզմի դեմ։ Հիմա ավելի կարևոր է մեզ համար երկրորդ մասը հարցի, թե ինչ տարբերություն կա հին հայկական մաքուր աղանդների, այստեղ պետք է գլխավորապես ընդգծենք պավլիկյանների, թոնդրակյանների եւ այժմյան աղանդների մեջ։ Հարցը նայում է, որ սահմանումից կարող ենք պնդել, որ աղանդն իրեն չի կարող լինել լավ կամ վատ, դրա համար անհրաժեշտ է ունենալ չափանիշ, որով պետք է կարողանանք ուսումնասիրել, պարզել, արդյոք այդ աղանդը տվյալ ազգի համար ձեռնտու է, թե վնասակար։ Եթե մենք վերցնում ենք պավլիկյան շարժումը եւ որտեղ այսօրվա հաղորդումը հիմնական դրան է վերաբերվում, մենք կտեսնենք, որ այդ աղանդը փաստորեն պայքարում էր, որպեսզի հայոց եկեղեցին դառնա ավելի ազգային, ավելի մոտենա իր ակունքներին, նաև այդ շարժումը պավլիկյան աղանդը փաստորեն սովորեցնում էր հային լինել ինքնուրույն մտածող, նաև պայքարել իր իրավունքների, նաև ազգի ապագայի համար։ Այսինքն սովորեցնում էր այն, ինչը որ փորձում էր կոտրել, ջարդել պետական եկեղեցին, որտեղ եկեղեցին գտնում էր, որ մարդը պետք է пассив դիրքորոշում ունենա, պետք է ենթարկվի իր տիրոջը եւ չի նշվում դա տերը հայոց պետականությունն է թե զավթիչը, իսկ պավլիկյանները գտնում էին, որ ամեն մարդ լինելով տիեզերքի մասնիկ ունի իր ակտիվ դիրքորոշումը տվյալ տիեզերքում հասարակության մեջ եւ նա պարտավոր է պարզապես անգամ զենքը ձեռքին պայքարելու իր իրավունքների եւ իր ազգի իրավունքների համար։ Այս կողմից բնական է, որ պավլիկյան շարժումը ունի դրական նշանակություն։ Իսկ այ երբ որ վերցնում ենք, ասենք, այժմյան շարժումները, որը ուզում եք վերցրել, այդ շարժումները բոլորը, ասենք, ինքնուրույն թե որոշ կառույցների կողմից են ձևավորվել,
դա երկրորդական հարցը ձևավորել են Հայաստանից դուրս հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ չկա ազգային հարց այդպիսին եւ փաստորեն այդ բոլոր աղանդները քարոզում են ապազգային գաղափարախոսություն, պայքարում են ազգային անհատականության դեմ, ազգային պետականության դեմ, պատահական չէ որ դրանք հիմնականում քարոզում են չպայքարել թշնամու դեմ, զենք չվերցնել, որոնք բնական է որ դառնում են խիստ հակահայկական, այսինքն նշանակում է այդ աղանդները չափից դուրս վատ են եւ փաստորեն գործում են հենց Պավլիկյան աղանդի քարոզածին հակառակ, որի համար էլ դրանք չափից դուրս վատ են մեր ազգի համար եւ ասեմ որ հայ էթանոսները չխոսեն նրանց գաղափարախոսության մասին, բայց ամենայն դեպս հայ էթանոսներն առաջին շարքերում են հենց նրանց, ովքեր պայքարում են այժմյան աղանդների դեմ եւ ավելի ակտիվ են քան մեր հայ եկեղեցին, որտեվ հայ Հեթանոսները ամենայն դեպս պայքարում են ազգային պետականության, ազգային գաղափարախոսության համար եւ գաղափարական դաշտում ամենահակառակորդներ են այժմյան աղանդներին, սա գլխավոր տարբերությունն է դասական աղանդավորության եւ այժմ բերված աղանդերի միջեւ։ Պարոն Կարապետյան, ձեր խոսքի մեջ նշեցիք Պավլիկյան շարժման մասին եւ մենք հենց այսօր խոսելու ենք այս շարժման մասին եւ կցանկանամ դուք մասնավորեցնեք ինչ է իրենից ներկայացնում Պավլիկյան շարժումը, երբ է ձևավորվել նրա գաղափարախոսությունը, որն է հիմքը, ժամանակաշրջանը եւ որքան ժամանակ է տևել այս շարժումը։ Ուրեմն ասեմ, որ Պավլիկյան շարժման մասին հայոց եկեղեցին փաստորեն կարելի ասել ոչինչ չի գրել։ Միայն պահպանվել են մի քանի փաստաթղթեր հիմնականում եկեղեցական ժողովներում ընդունված այն պատիժները, որոնք պետք է կիրառել Պավլիկյանների դեմ, շատ ավելի ուրեմն փաստաթղթեր կամ Պավլիկյանների մասին տեղեկություններ մեզ հասել են բյուզանդական աղբյուրներից, բայց ամենայն դեպս կարելի է որոշակի տեղեկություն ստանալ այդ շարժման սկզբի մասին, ասեմ որ բյուզանդական աղբյուրները պնդում են, որ եղել է ազգությամբ հայ Պողոս անունով մեկը, որի անունով էլ փաստորեն այդ շարժումը կոչվել է Պավլիկյան շարժում, ծնվել է Սամոսետ քաղաքում եւ փաստորեն այնտեղից սկսել է իր քարոզչությունը, որովհետեւ առաջին անգամ 554 թվականի Դվինի ժողովում արդեն ընդունվում են պատիժներ Պավլիկյան շարժման դեմ, պետք է ուրեմն ընդունենք, որ 6-րդ դարի ուրեմն կեսերին արդեն այդ շարժումը մեծ ծավալ էր ստացել, արդեն եկեղեցին զգում էր նրա վտանգը, ուրեմն պետք է ընդունել, որ այդ շարժումը պետք է սկսված լիներ ամենաուշը 5-րդ դարի վերջերից, 6-րդ դարի սկզբներից, որպեսզի կարողանար այդքան մեծ ուժ ստանալ 554 թվականի եկեղեցական ժողովի ընդունած որոշումը պատճառ դարձավ, որ սկսեցին դաժան հետապնդումներ Պավլիկյան շարժման անդամների նկատմամբ եւ ուրեմն սրա անդամները սկսեցին տեղափոխվել արևմտյան Հայաստան, բյուզանդական Հայաստան եւ ուրեմն կենտրոնանալ փոքր հայքում եւ դրա հարակից շրջաններում եւ 7-րդ դարում մենք տեսնում ենք, որ արդեն Պավլիկյան հայերը այնտեղ փաստորեն բավականին մեծ քանակ էին կազմում եւ սկսվում է փաստորեն Պավլիկյան շարժման ձևավորման զարգացման երկրորդ փուլը, երբ Պավլիկյանները սկսում են համախմբվել եւ սկսում են ստեղծել իրենց համայնքները, իրենց առաջնորդներով հոգևոր եւ աշխարհիկ եւ սա փաստորեն նորից խիստ վախեցնում է հայ եկեղեցին պահանջում է բյուզանդական իշխանությունների ճնշել Պավլիկյան այդ շարժումը մեզ հայտնի է որ այդ ժամանակ այդպիսի համայնքներից մեկի առաջնորդը եղել է Կոստանդին Սիլվիանոսը, որի նկատմամբ եւ նրա համախոհների նկատմամբ բնական է որ այդ համատարած երևույթ է բյուզանդական զորքերը դաժան դատաստան են տեսնում Կոստանդինը իր համախոհների կենթանի թաղվում է նաև բազմաթիվ բնակավայրեր հենց բնակչությամբ այրվում են ոչնչանում են եւ սա պատճառ է դառնում որ եւս մեկ անգամ արևմտյան Հայաստանից արդեն անհատ Պավլիկյաններ սկսում են տեղափոխվել արևելյան Հայաստան եւ 8-րդ դարում մենք տեսնում ենք որ այս շարժումը արդեն համատարած երևույթ է երկու Հայաստաններում էլ նամանավանդ որ այդ ժամանակաշրջանը համընկնում է արաբական արշավանքների հետ երբ աստորեն գոյություն ունեցող իշխանական մարմինները թուլացել են այստեղ պետք է անպայման նշել որ Պավլիկյանները առաջին շարքերում են եղել ովքեր պայքարում էին արաբ նվաճողների դեմ
աստորեն նրանց հոգեհարազատ էր ազգային իշխանությունների, ազգային պետականության պահպանման հարցը, սակայն մենք տեսնում ենք, որ հենց այդ նույն ժամանակ, այսինքն 702-705 թվականներին տեղ ունենում նոր ժողով, երբ Պավլիկյանները զենքը ձեռքերին պայքարում էին արաբների դեմ, եւ այստեղ նորից եկեղեցական ժողովը քննարկում է Պավլիկյանների հարցը եւ նորից ընդունում որոշում, որ անհրաժեշտ է պայքարել Պավլիկյանների դեմ եւ ուրեմն Պավլիկյանների դեմ ճնշումների գագաթնակետը եղավ Հովան Օձնեցու ժամանակ, ուրեմն 719 թվականի Դվինի ժողովը, որտեղ ընդունվեց 32 կետանոց որոշում եղավ, որի վերջին կետը հատկապես նվիրված էր Պավլիկյան շարժման անդամների դեմ պայքարին եւ մենք տեսնում ենք, որ այնտեղ ընդունում են ընդհանրապես ոչ թե քրիստոնեության համար, այլ ընդհանրապես ցանկացած տեսակի մարդու համար բարբարոսական որոշումներ, երբ հաստորեն ամեն ոք ով նույնիսկ շփվում էր Պավլիկյանների հետ, դատապարտված էր սարսափելի մահվան։ Սա էր, որ պատճառ դարձավ, որ Պավլիկյանները ստիպված եղան նահանջել եւ կենտրոնանալ հարավային շրջաններում, որտեղ ավելի մեծ էր արաբական խալիֆայության ազդեցությունը։ Արաբները շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում մարդ, որը իրեն համարում է Աստծո զինվոր եւ պատրաստ է պայքարել անարդարությունների դեմ, եւ արաբական խալիֆայությունը որոշում է օգտագործել Պավլիկյաններին Բյուզանդիայի դեմ պայքարում, որտեղ Պավլիկյանները իրենց առաջին հենց գաղափարական թշնամի եւ աշխարհի որպես չար ուժի կենտրոն համարում էին Բյուզանդիային, այնտեղ ուրեմն արաբական խալիֆայությունը տրամադրում է դրանց մեծ տարածքներ, այնտեղ հիմնվում են մի շարք ամրացած բնակավայրեր, հատկապես բնակչության լայն շրջաններին հայտնի է Տևրիկը, որը դառնում է նրանց կենտրոնը, Տևրիկը հիմնադրում է Սիլվիանոսի ժամանակաշրջանում եւ մենք տեսնում ենք, որ հիմնականում Պավլիկյանները իրենց ուժերով, բայց նաեւ որոշ արաբական ուժերի աջակցությամբ սկսում են ջախջախի հարվածներ հասցնել Բյուզանդիայի, նույնիսկ Պավլիկյանների զորքերը հասնում են Սև ծովի ափերը։ Պավլիկյանները իրենց պատերազմական գործողությունները այդ շրջանում վարում էին միայն եւ միայն Հայաստանի տարածքում, այսինքն Պավլիկյաններն իրենց առաջ խնդիր էին դրել հայկական հողերի, այսինքն իրենց հայրենիքի մաքրումը, ազատագրումը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գեղեցիկներից եւ իրենց պատկերացմամբ աստվածային պետականության վերականգնումը, սակայն ուրեմն նրանց հարավ տեղափոխումը ունենում է նաև բացասական հետևանք, բանն այն էր, որ շարժման մեջ սկսում են թափանցել այլազգի ներկայացուցիչներ, հիմնականում սեմիտական ծագման, արաբներ, հերյաներ, նաև հույներ, որը ուրեմն փոխում է պայքարի տրամաբանությունը եւ մենք տեսնում ենք, որ Կարբիասի ժամանակաշրջանը ինչ ալոցացում, որ երկու անունները ես ասում եմ ասի, որ աղբյուրը Բյուզանդական է եւ փաստորեն հրամանատարների անունները հունականացված է եւ հաճախ նույնիսկ հնարավոր չէ հասկանալ, թե իրական նրա անունը որն է, ասենք Կարբիասը գիտենք, որ դա Կարապետն է, մնացածների անունները ցավոք սրտի մինչև վերջ հայերեն բացահայտելը բավականին դժվար է։ Այդ ժամանակ Պավլիկյան զորքերը սկսում են նաև արշավանքներ Բյուզանդիայի խորքերը, որը խոսում է ոչ թե այն մասին, որ Պավլիկյան շարժումը ավելի մեծ ռազմական հզորություններ, այլ այն, որ պարզապես նա շեղվել էր իր ճիշտ ուղուց եւ փաստորեն իր արժեվ սկսել էր դնել ավելի գլոբալ աշխարհափրկման ինչ-որ գաղափարներ, որը ի վերջո պետք է հանգեցնի անպատճառ բարոյական անկման։ Կարբիասը Պավլիկյանների զորքերով շարժվելով հասնում մինչև Սեբաստիան, նորից իհարկե Հայաստան, այնտեղ ուրեմն 872 թվականին հիմնականում հայկական զորքերի կողմից, որտեղ այդ ժամանակ Վարսեղ առաջին կամ Վասիլ առաջին կայսրն էր, որի շրջապատը հիմնականում կազմված էր հայերից եւ նրա առաջապահ զորքերը նույնպես հայեր են, եւ ուրեմն Կարբիասը պարտություն է կրում, նաեւ Կարբիասը մահանում է, բյուզանդական զորքերը շարժվելով գրավում են Տևրիկը, ասեն, որ պայքարը շարունակվել է նրա Փեսայի Խրիզոխիլի գլխավորությամբ, չգիտենք նրա ազգությունը, ճիշտ ասած, նրա աղջիկը ամուսնացած էր հայի, թե արդեն ինքան խառնում էր, որ նույնիսկ օտար ազգու հետ էր ամուսնացած
Եվ փաստորեն համարվում է, որ 872 թվականը փաստորեն Պավլիկյան շարժման ավարտն է։ Ցանկացած շարժում հզոր է ոչ թե իր ռազմական ուժով, որտեղ ասենք բազմաթիվ անգամներ պատմության մեջ կարելի է տեսնել, որ սկսում է մի շարժում եւ կար ժամանակահատվածում իր դերոշի տակ կարողանում է համախմբել 100,000 մարդ եւ դրա պատճառը հենց 5 ցանկացած շարժման նրա գաղափարախոսության ուրեմն ամրությունը կայանում է նրանում, որ նա լինի պարզ, հասկանալի լայն զանգվածներին կարողանա խոսել այդ զանգվածների հոգու մտքի հետ։ Շատ կարևոր է Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը, նաեւ ուրեմն Պավլիկյան շարժման անդամների միջև ձևավորված կապը։ Դերևս միջնադարում Պավլիկյան շարժումը հայ հոգևորականները փորձել են կապել օտար աղանդների հետ կամ զրադաշտական կրոնի հետ, սակայն լուրջ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը նրանց հավատքի հիմքը գալիս էր նախ արևմտյան բերված քրիստոնեությունից առաջվա այսպես կոչված փրկչի գաղափարի հետ, որը իր արմատներով եւս ավելի հին գալիս էր փոքր մեհերից, ավելի մեծ համաշխարհային տարածում ունեցող Դիոնիսեսի եւ այլ մյուս աստվածներից, որոնք փաստորեն եղել էին մարդանման սկզբնական շրջանում, որպես մարդ տառապել էին, հետո հասկանալով մարդկային կյանքի դժվարությունները, աստվածանոցից հետո փաստորեն դարձել էին մարդկության փրկիչներ։ Սա է պատճառը, որ ասենք Պավլիկյանները կոնկրետ նշում են, որ Քրիստոսը դա Աստծո մարդականացված տեսակն է, այսինքն որ նա պարզապես ընդունել է մարդկային ձև, բայց պահպանել է իր աստվածային բնույթը, որի համար էլ նրանք չէին ընդունում Քրիստոսի ծննդյան, կնունքի, Քրիստոսի կյանքի հետ կապված մյուս բոլոր տոնակատարությունները, նրանք ընդհանրապես հին կտակարանը գտնում են, որ հակասում է նոր կտակարանին եւ իրականում էլ երբ որ նայում ենք հին կտակարանի գլխավոր Աստծուն Յահվային, նա բացահայտ նշում է, որ ինքը դաժան Աստված է, չար Աստված է, խանդոտ Աստված է, իսկ ասենք նոր կտակարանի Աստվածը սերն է եւ դրանք իրար չեն կարող համապատասխանել, բացահայտ չկա նշում, բայց ամենայն հավանականությամբ նույնիսկ Պավլիկյանները, որոնք ընդունում են, որ բացարձակից ներքև կան երկու աստվածություններ, երկու գեր ուժեր, հանձինս ուրեմն բարի Աստծո, որը հին հայկական հավատի արան էր եւ գոյությունի չար ուրեմն էությունը հին հայերը կոչում էին հարամա, ամենայն հավանականությամբ այդ հարաման Պավլիկյանները նույնացնում էին Յահվայի հետ, որը հենց իրականում նյութական աշխարհի արարողներ, այդ չար կարգերի, չար հարաբերությունների ուրեմն ստեղծողն ու պաշտպանողներ եւ հետաքրքիրն այն է, որ Պավլիկյանները ընդունում են, որ տիեզերքի կառուցվածք ունի նաեւ մարդը, որի համար էլ գտնում են, որ մարդու մեջ նույնպես կա ինչպես բարի բնույթը, այնպես էլ չարի բնույթը եւ փաստորեն պայքարը գնում է ոչ միայն տիեզերքում, այլ նաեւ մարդու ներսում, որի համար էլ գտնում են, որ առաջին մարդը իր հաղթանակը տանում է ինքն իր մեջ, այսինքն երբ ինքը իր մեջ հաղթում է չարին եւ կարողանում է դառնալ բարության կրողը, դրանից հետո նա փաստորեն պարտավոր է այդ բարությունը տարածել աշխարհում եւ ուրեմն նրանք գտնում են, որ այդ պայքարում ամեն մեկը պետք է լինի ակտիվ եւ փաստորեն նույնիսկ զենքը ձեռքին պարտավոր է հանուն արդարության, հանուն բարի Աստծո, ուրեմն պայքար մղել չարի հետ։ Եվ ամենակարևորը նրանք ուրեմն չէին ընդունում մարդու, ինչպես եւ հին արիական հավատները չէին ընդունում մարդու նախասկզբնական մեղքի գաղափարը եւ գտնում են, որ ամեն մարդ ծնվում է մաքուր եւ միայն կյանքի որոշ շրջան անցնելուց հետո կամ նրա մեջ գերիշխում է բարին կամ չարը։ Այս հավատքի, այս աշխարհաճանաչման վրա էր հենված նաեւ նրանց ապրելակերպը։ Նրանք գտնում են, որ հոգեվոր դասը իրավունք չունի առանձնանալու բուն բնակչությունից եւ ասենք այդ գիտելիքները աստվածային կամ գերագույն գիտելիքները փաստորեն մարդուն տրված է բարի Աստծո կողմից, որի համար էլ նա պարզապես պարտավոր է հանդես գալ որպես օգնող, խորհուրդ տվող իր համայնքին, որի համար էլ ուրեմն համայնքում
գոյություն ունեն մի կողմից ուրեմն հոգևոր առաջնորդներ, ուրեմն այդ հոգևոր առաջնորդներին նրանք կոչվում էին նոտարներ, ամեն համայնք ուներ իր ռազմական կամ աշխարհիկ առաջնորդներ, որոնց կոչվում էին աստատներ, հավանականներ նորից գալիս է ազատներ, այրեն կամ ասերի տներ հասկացողությունից, փաստորեն միևնույնն է, որ նշանակում է Աստծո հարցերյալի ուրեմն զինվորներ, դրանց կրողներ եւ ուրեմն այս մարդիկ Աստծո նայած մեծ պարտականություն էին ձեռցնում իրենց վրա հասարակական գործերը կարգավորելու համար, սակայն նրանք ոչ միայն իրենց հագուստով, նաև ապրելակերպով չէին տարբերվում համայնքի մյուս անդամներից եւ փաստորեն այդ գործի հետ մեկտեղ նաև կատարում էին իրենց, ասենք, գյուղատնտեսական գործերը կամ արհեստավորները եւ ասենք չէին ստանում նյութական որևէ բարիքներ այդ բուն համայնքից, որը իմիջայլոց ամենաշատն է զարմացրել եւ զայրացրել բյուզանդական պատմիչներին, որովհետեւ նրանք նշում են, որ այդ դեպքում փաստորեն խախտվում է տիեզերական իրենց պատկերացմամբ եւ հասարակական հարաբերությունները եւ եթե ուրեմն ղեկավարողները չպետք է տարբերվեն հասարակ մարդկանցից, ուրեմն նշանակում է այդ կարգը աստվածային չէ եւ փաստորեն նրանք ավելի շատ էին խափում եւ հավանական է ավելի շատ շահ ունեին գուցե ոչ նյութական, բայց սպասում էին, որ իրենց մահից հետո կստանան իրենց ուրեմն ավելի մեծ պարգևը, բնական է, եթե մարդը ազնիվ է, ուրեմն դա պետք է վերևում ստանալ եւ այդտեղ չկա որևէ անազնվություն։ Եվ փաստորեն այս բոլորը խոսում է այն մասին, որ Պավլիկյանները եւ գաղափարապես եւ իրենց սոցիալական հարաբերություններով շատ ավելի մոտ էին հին հայկական ուրեմն աշխարհաճանաչմանը, հին հայկական հավատքին եւ հասարակական հարաբերություններին, սրանով կարելի ասել, որ ցավոք սրտի Պավլիկյաններին ոչնչացումը ծանր հարված էր հայ հասարակական, փիլիսոփայական մտքին, փաստորեն եւս մեկ անգամ մեր եկեղեցին դաժան դասով հասկացնել տվեց հայությանը, որ չի կարելի ինքնուրույն մտածել, չի կարելի ազգային մտածել, անհրաժեշտ է գնալ գլոբալիզմի եւ հիմիկվա խոսքով ասած գլոբալիզմի եւ ուրեմն օտարից վերցնելու օտարամոլ ապրելու ճանապարհով։ Պարոն Կարապետյան, երբ որ խոսում ենք Պավլիկյան շարժման մասին, չենք կարող չանդրադառնալ Թոնդրակյան շարժմանը, որն է Թոնդրակյան եւ Պավլիկյան շարժումների կապը, մասնավորապես Թոնդրակյան շարժումը երբ է ձևավորվել եւ ով է նրա հիմնադիրը։ Այժմ ընդունված է, որ Թոնդրակյան շարժումը եւ Պավլիկյան շարժումը դրանք առանձին շարժումներ են, խորհրդային միության ժամանակ ավելի շատ նույնիսկ ուշադրություն էր դարձվում Թոնդրակյան շարժմանը, գտնելով որ այդ Թոնդրակյան շարժումը հատկապես նրա ամենահեղափոխական կողմը արդեն ոչ թե կրոնական շարժում էր, այլ տիպիկ սոցիալական շարժում էր, որը պայքարով էր մղում արդարության համար, հավասարության համար, նույնիսկ կանանց իրավունքների համար, որոնք իհարկե բոլորը ցնդաբանություն են, երբ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ իրականում Թոնդրակյան եւ Պավլիկյան շարժումները դրանք մեկ շարժում են, դրանց տարբերությունը կայանում է նրանում, որ երբ խոսեցի Պավլիկյան շարժման մասին, ասացի, որ Պավլիկյան շարժումը փաստորեն ավելի սկսել էր տեղափոխվել հարավ եւ նրա մեջ սկսել էին թափանցել օտարազգի ներկայացուցիչներ, որի հետևանքով նա կորցրել էր իր ամբողջական ազգային դիմագիծը, սա առաջին, եւ երկրորդ մենք տեսնում ենք, որ Թոնդրակյան շարժման սկիզբը համապատասխանում է հենց այդ ժամանակաշրջանին, այսինքն 9-րդ դարի 20-ական թվականներից արդեն ուրեմն գոյություն էր նաեւ Թոնդրակյան շարժումը, այսինքն դեռևս Պավլիկյան շարժումը չէր ավարտվել, բայց բոլորն են նշում, որ Թոնդրակյան շարժումն ի տարբերություն Պավլիկյան շարժման չուներ մեկ ընդհանուր գաղափարախոսություն եւ նա տրոհված էր մի շարք ուղղությունների եւ ամենահետաքրքիրն այն է, որ Գրիգոր Նարեկացուն եւ նրա հորեղբորը Անանիա Նարեկացուն մեղադրել են Պավլիկյան շարժման ներկայացուցիչ լինելու մեջ, բայց նույն եկեղեցին Անանիա Նարեկացուն պատվիրեց գրելու Թոնդրակյան շարժման դեմ, որը ըստ աղբյուրների նա հիասքանչ կատարեց, մեզ հասել է Անանիա Նարեկացու այդ աշխատությունը,
որում բացակայում է ճիշտ ասած Թոնդրակյան շարժման գաղափարախոսությունը, այլ աղբյուրներում նշվում է, որ պարզապես չեն գրում մենք նրանց գաղափարախոսությունը, որովհետև դրանք այնքան պիղծ են եւ դրա հետ այնքան հրապուրիչ, որ կարող են ազնիվ արդար քրիստոնյաներին շեղել իրեն ճիշտ ճանապարհից, բայց կարևորն այն է, որ այդ Թոնդրակյան ուղղությունները փաստորեն որովհետև Պավլիկյաններից շեղված էին, արդեն նաեւ Անանյա Նարեկացին լինելով հավանական է տիպիկ Պավլիկյան, հենց դեմ էր այդ այլասերված ուղղվածություններին եւ նա շատ լավ իմանալով Պավլիկյան շարժումը կարող էր ամբողջ խորությամբ քննել եւ ուրեմն քննադատել Թոնդրակյան շարժումը, ինչը հայտնի մեզ Թոնդրակյան շարժման մասին։ Գաղափարախոսության այդ շարժման հիմնադիրը Սմբատ Զարեհավանցին է, որից պարզ է, որ ուրեմն նա ծնվել էր Զարեհավան քաղաքում, որը ասում են, որ եղել է իր ժամանակի կրթված մարդկանցից մեկը, եղել է բժիշկ, նաև նշվում է, որ եղել է մոհ, այսինքն նաև ծանոթ է եղել հին աշխարհաճանաչումներին եւ հայտնի է, որ երիտասարդ տարիներին եղել է Տևրիկում 9-րդ դարի 20-ական թվականներին, երբ Տևրիկը գտնվում էր իր ծաղկման հզորության շրջանում եւ այնտեղից նա գալով հիմնվում է Թոնդրակ կոչվող բնակավայրում, որի համար էլ այս շարժումը ընդհանուր անունով կոչվում է Թոնդրակյան շարժում եւ հետաքրքիր է, որ Սմբատի մասին կա մի պատմություն, որն արդեն ցույց է տալիս Պավլիկյաններից շեղման մասին, պարզ է դառնում, որ Սմբատ Զարեհավանցին նույնիսկ իրեն կամ նույնացրել կամ համեմատել է Քրիստոսի հետ, չի համապատասխանում Պավլիկյան գաղափարախոսությանը, որովհետև Պավլիկյաններն ընդհանրապես ասեցինք, որ Քրիստոսին համարում էին Աստծո նյութականացում, կա մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես այդ ժամանակ արաբական ամիրան Աբու Լե Վարդը լսելով Սմբատի մասին հրամայում է ձերբակալել նրան եւ հայտարարում է, որ Քրիստոսը 3 օրից հետո համբարձվեց կենթանացավ եւ համբարձվեց, որով ապացուցեց իր Աստված լինելը եւ հայտարարում է, որ ես քեզ 30 օր եմ տալիս եւ եթե 30 օրից հետո դու վերակենդանանաս, կհավատամ, որ դու ես Քրիստոսը եւ հրամայում է սպանել նրան։ Շատ կարեւոր սկզբունք է, որ ցույց է տալիս Պավլիկյանների շեղման մասին։ Ուրեմն ասենք, որ նա ուներ բազմաթիվ ուղղություններ, սակայն Գրիգոր Նարեկացին խոսելով Թոնդրակեցների մասին, նշելով նրանց բազմաճյուղ լինելը, նրանց բաժանում է հիմնականում 3 խմբի։ Նշվում է, որ առաջինները դրանք Պավլիկյան գաղափարախոսության կրողներն էին, որոնք չէին ընդունում հին կտակարանը եւ չէին ընդունում բազմաթիվ բաներ նոր կտակարանից, որը համապատասխանում է Պավլիկյան գաղափարախոսությանը։ Նշվում է, որ երկրորդն այսպես կոչված էպիրականներն էին, նրանք, որոնք չէին ընդունում ընդհանրապես Աստծո գոյությունը եւ ընդունում են, որ աշխարհը կառավարվում են բնական օրենքներով, այս ուղղությունն է, որը չափից դուրս էր գալիս կոմունիստական վարչակարգին եւ փաստորեն նրանք համարում էին, որ այդ Թոնդրակյան շարժումն ավելի առաջնային էր, սրանք նաեւ հավանական է սրանց ավելի ագրեսիվ ճյուղը նույնիսկ չէին ընդունում տղամարդու եւ կնոջ ընտանեկան հարաբերություններ եւ քարոզում էին ազատ սիրո գաղափարը, նաեւ ընդհանրապես կողմ էին անարխիային, քրիստոնյա ուրեմն քննադատները գուցե մի քիչ չափազանցրել են, որովհետեւ խոսում են այն մասին անգամ, որ երեխաներին խլում էին մայրերից, ստիպում էին երիտասարդ աղջիկներին զբաղվել շնությամբ եւ այլն, որ իհարկե իշխանություն չունեցող Թոնդրակեցիները չէին կարող այդպես բաներ անել, նույնիսկ Թոնդրակ գյուղը չէր պատկանում իրենց, որը խոսում էին մասին, որ իրականում չափազանցված են, բայց ամենայն դեպս պետք է այնտեղ լիներ որոշ ճշմարտություն, որը ասեցինք նրանում էր, որ փաստորեն նրանք ընդհանրապես դեմ էին սոցիալական ցանկացած տեսակի հարաբերություններին, եւ երրորդը Նարեկացին նշում է ամենավտանգավորն էր, նշում է, որ նրանք էին, որոնք իրենց համարում էին ճիշտ քրիստոնյաներ, իրականում գաղտնի դավանում էին Թոնդրակյան ուղղությունը, կային նաեւ թաքնված Թոնդրակեցիներ եւ հետաքրքիրն է, որ ամենաերկարակյացը դարձան այս Թոնդրակեցիները եւ ասենք կան բազմաթիվ ասացվածքներ հայկական, որոնք խոսում են, որ այս շարժումը, ինչպես նաեւ նշել է Լեոն, հասավ մինչև 19-րդ դար, այսինքն մինչև իր ժամանակներ եւ հիմա էլ ինչ այլոց կարելի է
Հայաստանի տարբեր շրջաններում նկատել դա, երբ ասենք փողացու սիրածխոսներ սարուձոր տերտերի թոր կամ երբ ասում էին 100 անգամ տերտերի թորը գնալու փոխարեն մի անգամ Աստծուն դիմիր, սրանք տիպիկ եկեղեցում չընդունելու կոչեր էին կամ թե չի աշխարհաճանաչում էր, որտեղ ժխտում էին կապը մարդու եւ Աստծու միջեւ որպես եկեղեցի կամ եկեղեցու սպասավորների։ Գոնե գիտենք Թոնդրակյան շրջանում, Պավլիկյան շրջանում այդ մասին չեն խոսում, Պավլիկյանները ունեն իրենց տարածքների պայքար են մղում, բայց Թոնդրակյան շրջանում գիտենք, որ եղել են նաև հոգևորականների շրջանում մարդիկ, որոնք ուրեմն պայքարել են պետական եկեղեցու դեմ եւ դրանք եղել են բավականին բարձր աշճան ունեցող մարդիկ, ինչպես ասենք Հարկավառի ղեկավարը Հակոբը, որը բացահայտ անցել է Թոնդրակեցիների կողմը եւ եկեղեցին չկարողանալով հարկում նրան ձերբակալել, խաբելով նրան դուրս է բերում հարկից եւ այնտեղ միայն կարողանում ձերբակալել, նաեւ հայտնի է, որ եղել են հոգևորականներից բացի նաեւ աշխարհիկ բարձր աստիճան ունեցող մարդիկ, ասենք ազնվականներ, որոնք անցել են Թոնդրակեցիների կողմը եւ փորձել իրականացնել Թոնդրակեցիների գաղափարները, բայց հասկանալի է, որ դրանք չէին կարող լինել մեր ասած էպիկուրյան գաղափարախոսության կամ բնական է բացահայտ էին գործում այդ թաքնված ուրեմն Թոնդրակեցիների կողմնակիցները, սրանք հենց այդ Պավլիկյան շարժման շարունակորդներն էին, որոնք գտնում էին, իրենք էլ գտնում էին, որ փաստորեն գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները գտնվում են անկման շրջանում եւ անհրաժեշտ է վերադառնալ ավելի հին հայրական համակարգին, նամանավանդ որ ժամանակներն էին դա պահանջում, գիտեք Բաղրատների թագավորության վերջին շրջանում բավականին ուրեմն սրվել է դասակարգային հարաբերությունները, եկեղեցին կորցրել էր ընդհանրապես իր բարոյական դեմքը, միայն այն, որ ասենք հայոց թագավոր Սմբատն ամուսնացել էր իր եղբոր աղջկա հետ, արդեն խոսում է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլ ընդհանրապես հայկական ազգային արժեքների ոչնչացման մասին, եւ բնական է, որ կային նաեւ ազնվականության մեջ մարդիկ, որոնք գտնում էին, որ անհրաժեշտ է վերականգնել եւ փաստորեն այդ շարժումները նաեւ նպատակ ունեին եկեղեցին ազգային ակունքներին վերադարձնելով նաեւ հասարակական հարաբերությունները ուրեմն կարգավորել։ Թոնդրակյան շարժումը ոչնչացվեց Գրիգոր Մագիստրոսի կողմից, որ այդ հարավային տարածքների կառավարիչներ զինված ուժերի հրամանատարը նա դաժանորեն ոչնչացրեց Թոնդրակ գյուղը ամբողջությամբ, չնայելով մանուկ, կին, ծեր, ամբողջ գյուղը հրկիզվեց բնակության հետ, նաև սկսեց հետապնդումներ ամբողջ տարածքում, բայց ինչպես ասացինք, հատկապես թաքնված Թոնդրակեցիները շարունակեցին իրենց գործունեությունը եւ հասան մինչեւ 19-րդ դար, թե նաեւ ավելի ճիշտ կլինի ասել 20-րդ դար, մինչեւ որ այլասերումը նոր նյութապաշտություն ընդհանրապես էլ տեղ չթողեց Թոնդրակյան կիսաքրիստոնեական այդ աղանդի գոյությանը։ Վերջին հարցը ձեզ ուղղեմ, կցանկանամ, որ դուք մանրամասնեք այս երկու շարժումների ազդեցությունը համաշխարհային եւ հայոց պատմության մեջ ինչպիսին է եղել եւ ինչպիսի նշանակություն ունեցել մինչեւ մեր օրերում։ Մենք ասացինք, որ 719 թվականի հատկապես ժողովը դաժան պատիժներ սահմանեց ուրեմն Պավլիկյան շարժման նկատմամբ, չի կարելի մոռանալ, որ այդ ժամանակվա հայոց կաթողիկոսը այժմ էլ չափից բուրս բարձր գնահատական ստացած Հովան Օզնեցին է, որը համարվում է հզոր իրավաբան, փիլիսոփա եւ այլն, բայց պետք է նրան ավելի մեծ գնահատական տալ որպես մեծ մարդասպան, որովհետեւ նրա ընդունած պատիժները պատճառ դարձան գոնե ամենակիչը մի քանի տասնյակ հազար մտածող հայերի ոչնչացման, որը չէր կարող իր բացական կնիքը չթողել հայ տեսակի վրա, հայերին դարձնելով ավելի զգուշավոր եւ իր մտքերը թաքցնող, եւ այդ ժամանակաշրջանից սկսվեց Պավլիկյանների արտահոսքը Հայաստանից առաջին հերթին, պետք է նշել, իսկ ասենք Հայաստանի վրա ունեցավ շատ մեծ բացասական հետևանք, որովհետև ամբողջ երկրում հատկապես հայի ձեռքով կատարված այդ գեր ինկվիզիցիոն քայլերը բնական է, որ պետք է բացասական ազդեին
եւ պետք է հաշվի առնել, որ ցանկացած պետության առաջին գործը պետք է լինի սիրված այգեպանի նման, ուրեմն իրեն այգին մաքրելը մոլախոտներից իրեն պետք չեկած բույսերից եւ հնարավորություն տալու, որ այգի լավ, ուրեմն այդ բույսերը պատողը լավագույն պայմաններում աճեն, բայց երբ պետության դերը կատարում է հակառակը, երբ սկսում են ոչնչացնել ազատ մտածող մարդկանց, բնական է, որ ստեղծում են լավ պայմաններ մոլախոտներին, այսինքն գծնողներին, վախկոտներին, դավաճաններին ավելի լավ աճելու համար եւ փաստորեն առաջին այդպիսի օրինակներից քրիստոնեության տարածումից հետո կարելի է համարել օձնեցու քայլը պատահական չէ որ Հովան օձնեցուց հետո որը ժամանակից հետո արդեն 10-11-րդ դարում հայոց եկեղեցին անցավ եւս մեկ հզոր ուրեմն ոչնչացման քաղաքականության եւ ոչնչացվեցին մեր հենց նույն ավելի հին ժամանակում քրիստոնյա պատմիչների կողմից գրված գրքերը սկսեցին նորից աղավաղել եւ ոչնչացնել ավելի հին, ասենք հեթանոսական գրքերը, որոնց մասին, ասենք Մովսես Խորենացին, Փավստոս Զանդը գրում էին, որ կային, իսկ ասենք 11-րդ դարի պատմիչներն արդեն ասում են, որ այդ գրքերը ոչնչացել են եւ փաստորեն այդ Պավլիկյան շարժման այդպես դաժան ճնշումը Հայաստանի համար ունեցել է խիստ բացասական հետևանք եւ ժամանակաշրջանի մասին ամենալավը տվել է ֆրանսիական մտածողներից մեկը, սրանից դեռ 150 տարի առաջ, երբ խոսում է, որ Պավլիկյան շարժումը ցնցեց արևելքը եւ լուսավորեց արևմուտքը։ Այդ ցնցումը հասկացանք, թե ինչ էր, փաստորեն սկսվեց սարսափելի քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ լավագույն հայերը սպանվեցին, սակայն հատկապես 872 թվականի տևրիկի հավերումից հետո տասնյակ հազարավոր հայեր նույն Բարսեղի հրամանով ուրեմն Հայաստանից տեղափոխվեցին Բալկանյան թերակղզու, սկզբում Մակեդոնիա, այնտեղից դրանց մի խոշոր մաս անցան Բուլղարիա եւ մենք տեսնում ենք, որ Բուլղարիայում սկսվում է քրիստոնեական մի ուղղություն, որը ստացավ Բոգոմիլ, Աստծո սիրելիների անունը, որը հենված էր Պավլիկյան գաղափարախոսության վրա եւ բուլղարացիների համար դարձավ լավագույն զենքը բյուզանդացիների դեմ պայքարում եւ ուրեմն տեսնենք, որտեղ ասացինք, հա Պավլիկյանները գտնում են, որ զենքը ձեռքին Պավլիկյանը պարտավոր է պայքարել արդարության համար եւ բնական է, որ բուլղարացու համար արդարությունը իր երկրի ազատագրումն է եւ մենք տեսնում ենք, որ Բուլղարիան իրականում ստեղծում է մեծ բուլղարական պետությունը, դրա գլխավոր պատճառը այդ Բոգոմիլների շարժումն էր, որի հիմքը Պավլիկյան շարժումն էր, Պավլիկյանները չմնացին այդտեղ, Բուլղարիայից նրանց մի խոշոր մասը տեղափոխվեց արևմտյան Եվրոպա, իսկ մի մասը տեղափոխվեց Ռուսաստան, ասենք որ Եվրոպայում դրանից առաջ էլ հայեր միշտ եղել են, խոսքը չի վերաբերվում, ասենք մեր նշած այրական արշավանքներին, երբ մեծականակ հայեր տեղափոխվում էին Բուլղարիա եւ փաստորեն հիմք էին դնում եվրոպական քաղաքականության, այլ խոսքը վերաբերվում է միջին դարերում անհատ հայերի գործունեությանը, որոնք տեղափոխվելով իրենց հետ Եվրոպա են տալիս ճարտարապետություն, գիտության տարբեր ուղղություններ, փիլիսոփայություն եւ այլն, ասենք այժմ հայերին մոտ բավականին արդեն տարածված է այդ տեղեկություններն, ասենք Լեոնարդո դա Վինչի մասին, որը եղել է Հայաստանում եւ ասենք նրա ճարտարապետության հիմքերը գալիս են Հայաստանից, նաեւ ասենք, որ Լեոնարդո դա Վինչին համարվում է Եվրոպայում առաջին առակագրերից մեկը, իրականում նա ոչ թե առաջին առակագիրն է, այլ առաջին հայկական առակների թարգմանիչը, կարելի է վերցնել Լեոնարդո դա Վինչի առակները, կարդալ եւ տեսնել, որ դրանք վերցված են հիմնականում մեր այգեկցու առակների իտալերեն թարգմանությունն է, նաեւ ուրեմն հայկական բազմաթիվ հայ ճարտարապետներ կառուցել են եկեղեցիներ, պալատներ Իտալիայում, Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի հարավում, նաեւ հայտնի է, որ ասենք Իռլանդիայի քրիստոնեության տարածումը ազգությամբ հայ Պատրիկն է, որը այժմ էլ համարվում է կաթոլիկ եկեղեցու սրբերից մեկը,
որը առաջինն էր, որ ընդհանրապես քրիստոնեություն տարածեց, հետո էլ փաստորեն դարձավ առաջին եպիսկոպոսը, նաև քրիստոնեություն են տարածել Բելգիայում եւ բազմաթիվ այլ երկրներում, բայց հայերի հատկապես հոսքը մեծ չափերի հասավ Պավլիկյան շարժումը ճնշելուց հետո ողջ աշխարհում է հայտնի կատարների շարժումը, որը փաստորեն նույն Պավլիկյան շարժումն է, նաև անունն է խոսում այդ մասին, հենց կատարների մասին եվրոպական գիտնականները, եթե չեն մնել ընդունում, որ հայկական ծագում ունի, ովքեր որ չեն ընդունում, նշում են, որ կատարների բառը փաստորեն գալիս է նրանից, որ այդ աղանդի գոնե ղեկավարները համարվում են կատարյալ մարդիկ, այդ կատարելության ձգտումից էլ առաջացել է նրանց անունը, որը հենց հայերեն կատարյալ բառն է Պավլիկյաններից մեկի մասին հայտնի է Օրլեանի պատմությունից Գրիգորը 11-րդ դարում գալիս է Ֆրանսիա, ասեմ, որ այդ ժամանակ Տուլուզիայում, Փարիզում, Օրլեանում արդեն բավականին մեծ հայկական համայնքներ կային, նաև ուրեմն հայերը մեծ քարոզչական աշխատանք էին տանում այդ շրջանում, նաև ասեմ, որ կաթոլիկ եկեղեցին հատկապես այդ տարածքներում դեռևս ճնշումներ չէր գործադրում Պավլիկյան աղանդի նկատմամբ, որովհետև քրիստոնեական հավատը բավականին թույլ էր եւ ցանկացած քրիստոնեության տարածողը կաթոլիկ հոգեվորականության կողմից ընդունում էր որպես դրական գործ եւ ուրեմն հայտնի է, որ այդ Գրիգորը գալով Օրլեան հանդիպում է այդ ժամանակվա Ֆրանսիայի կանցլերին Էրմենգարդին եւ նրա քրոջը Ալիսին եւ խնդրում, որպեսզի իրեն տեղ տրամադրեն եկեղեցի կառուցելու համար։ Ալիսը հաշվի առնելով, որ այդ Օրլեանի մոտ ավելի վաղ հայկական համայնք նրան տրամադրում է այդ տարածքը եւ Գրիգորը այնտեղ կառուցում է եկեղեցի, որտեղ ուրեմն քարոզում է Պավլիկյան գաղափարախոսությունը, սակայն ուրեմն կաթոլիկ եկեղեցին բավականին սկզբնական շրջանում լավ վերաբերմունք ունենալուց հետո, երբ ամրացրեց իր դիրքերը, սկսում է պայքար մեր նշած կատարների շարժման դեմ եւ սկսում է խաչակրաց արշավան, հատկապես Տուլուզիա, որտեղ ուրեմն կատարները մեծ ազդեցություն էին, փաստորեն այդ տարածքն ընդհանրապես դարձել էր կատարների տարածք։ Կաթոլիկ եկեղեցի ցինիկության աշխանի մասին խոսում է այն փաստը, որ երբ ասպետներից մեկը պապին հարցում է, թե ինչպես տարբերենք իրական ազնիվ քրիստոնյա է, թե հերետիկոս կատարներից, ասում է բոլորին կոտորեք, Աստված իր ոչխարներին վերևում կտարբերի։ Նրանց համար կարևորն այն էր, որ այդ տարածքները մաքրվեր եւ կարևոր չէր, որ ասենք իրենց պատկերացմամբ մեկ ոչ ճիշտ հավատացյալ կատարի հետ կարող է մահանալ նաեւ մի քանի 100 կաթոլիկ ճիշտ ուրեմն քրիստոնյա եւ սա պատճառ դարձավ, որ փաստորեն Ֆրանսիայում բավականին հետընթաց շարժում սկսվեց եւ ուրեմն Ֆրանսիան սկսեց հետ մնալ, ասենք Իտալիայից, որտեղ ուրեմն տեղի չունեցավ մեր ասած ուրեմն Պավլիկյանների ջախջախում, որովհետեւ այդ ժամանակ Իտալիայի հյուսիսում, որտեղ նույնպես Պավլիկյան շարժումը մեծ ազդեցություն էր ունեցել, ուրեմն ստեղծվել էին հզոր անկախ ուրեմն քաղաքներ, շատ թույլ կախում ունեին Հռոմի պապից եւ կարող էին պաշտպանել իրենց, նույնիսկ հաճախ զինված պատերազմներ էին վարում Հռոմի պապի իշխանության դեմ եւ փաստորեն սրանք պաշտպանեցին իրենց ուրեմն քաղաքացիներին եւ մենք տեսնում ենք, որ սկսվում է հենց այս նույն քաղաքներում կատարների այդ քաղաքապարախոսության ազդեցության տակ վերածննդի շրջանը, հումանիտարական շարժումը, երբ ուրեմն ամեն քաղաքացու կարծում էր, որ իր բարօրությունը, որպեսզի լինի ամբողջական, նաեւ պետք է նա ամեն ինչ անի, որ բարձրանա նաեւ իր քաղաքացիների ուրեմն կենսամակարդակը, որ մարդը պարտավոր է ծառայել, օգնել իր հայրենակցին եւ փաստորեն այս հումանիզմի շարժումը, նաեւ ասենք վերածննդի շարժումը դարձավ լույս ամբողջ արևմտյան Եվրոպայի համար եւ փաստորեն ցրեց Պավլիկյան շարժումը այն մութը, որի մեջ միջնադարում մտել էր Եվրոպան։ Ընդհանրապես այս իմ ասած արևմտյան Եվրոպայի լուսավորումը բավականին հայտնի է, ծանոթ է
հայ հասարակությանը, ավելի շատ Եվրոպայի եւ կան բազմաթիվ գիտնականներ, որոնք ընդունում են, որ կապը Պավլիկյանների եւ կատարների միջև այ շատ վատ է ուսումնասիրված, ուրեմն հայ Պավլիկյանների ազդեցությունը Ռուսաստանում նամանավանդ որ հայտնաբերված աղբյուրները նոր են, 15 տարի է, երբ ուրեմն հայտնաբերվել է Նովգորոդում ամենակարևորագույն աղբյուրներից մեկը Վեդմշտ Նովգորոդը, որտեղ ուրեմն բավականին հետաքրքիր տեղեկություններ կան։ Պարզվում է, որ կենտրոնական եւ հյուսիսային Ռուսաստանում ուրեմն քրիստոնեության տարածումը Եվրոպայից Ռուսաստան տեղափոխված Պավլիկյաններն են եղել եւ ուրեմն իմ ասած Նովգորոդում գտնված գրքում խոսվում է ուրեմն Ալեքսանդր Հայի հայը որպես նրա մականուն է նշվում մեծատառով հայի մասին եւ հեղինակը դիմելով ընթերցողին խնդրում է որպեսզի աղոթեն Ալեքսանդր հայի համար նաեւ ուրեմն երկրպագեն նրան եւ ուրեմն Աստծուց առողջություն խնդրեն Ալեքսանդր հայի համար սա խոսում է այն մասին թե ինչպիսի մեծ ազդեցություն է ունեցել այս հայը Նովգորոդում գիտենք որ այդ ժամանակ գոյություններ Նովգորոդում եպիսկոպոսություն խոսքը վերաբերվում է մինչեւ 988 թվականը պետականորեն քրիստոնեության ընդունման մասին եւ հավանական է որ այդ Նովգորոդի նաեւ Կիևում եղած քրիստոնեական եկեղեցիները հայ Պավլիկյանների եկեղեցիներն են նաեւ հետաքրքիր է որ նշվում է որ նույնիսկ այդ շրջանում այսքան խոսքը վերաբերվում է 8-րդ դարի վերջերին 9-րդ դարի սկզբներին տեղական ռուսները հայերին ընդունում են որպես աստվածներ եւ Աստծո որդիներ խոսում է այդ Պավլիկյանների մեծ հեղինակության մասին տեղական ժողովրդի մեջ ասեմ որ հաստորեն հետագայում էլ երբ Հունաստանից քրիստոնեությունը մտավ Ռուսաստան միևնույն է Պավլիկյանների ազդեցությունը չափից դուրս մեծ էր ձևավորված ռուսական եկեղեցում եւ հաստորեն այնտեղ կարմիր թելի նման անցնում է ուրեմն Պավլիկյան դուալիզմի գաղափարախոսություն այսինքն բարի Աստծո ուրեմն Քրիստոսի հոր կողքի նաեւ բավականին շեշտում է չար Աստծո գոյությունը այս գաղափարախոսությունը հասավ մինչեւ ուրեմն այն ժամանակները երբ Ռոմանովները Ռուսաստան բարձրացան իշխանության գլուխ իսկ Ռոմանովները տիպիկ արևմուտքի գաղափարախոսության կրողներն էին որոնք սկսեցին պայքար ռուսական ապրելակերպի դեմ նաև ուրեմն ռուսական ազգային եկեղեցու դեմ այսինքն այն եկեղեցու որի հիմքերը դրել էին հայ Պավլիկյանները սկսվեց մի շրջան երբ Ալեքսեյ Միխայելովիչ Վոլոկ տասնյակ եթե չասենք 100,000-ավոր ուրեմն ռուս հոգևորականներ սպանվեցին այսպես կոչված հնացիսականները բայց փաստորեն այժմ էլ ռուսների մոտ այդ հնացիսականները կան եւ սրանք բավականին տարբերվում են այժմ ռուս ուրեմն հավատացյալներից իրենց աշխատասիրությամբ նվիրվածությամբ իրենց հողին որը նորից գալիս է հայ Պավլիկյաններից եւ վերջում կարելի ասել նորից ավելի ճիշտ կրկնել այդ մեր ֆրանսիացի մտավորականի խոսքերը որ Պավլիկյան շարժումը ցնցեց արևելքը եւ լուսավորեց արևմուտքը հավելացնենք նաեւ Ռուսաստանը եւ փաստորեն հայեր հպարտությամբ կարող են ասել որ այդ միջնադարյան նյութը ցրողները հայերն են դրա հետ նաեւ այդ երբ խոսում ենք թոնրակեցնի մասին դա էլ պետք է փաստորեն նշել որ եթե Պավլիկյանները բերեցին լույսը փաստորեն վերածնունդը ասին որ թոնրակյան շարժումը փաստորեն աղավաղված էր արդեն այդ շարժման մեջ մտած էին նաեւ սեմիտներ, ասորիներ, հրյաներ որոնք նույնպես հայց գաղափարախոսությունը իրենց մեջ մշակելուց հետո տեղափոխվեցին Եվրոպա եւ սկսվեց այսպես կոչված ռեֆորմացիայի ժամանակաշրջանը որը հիմա բազմաթիվ մտավորականներ համարում են որպես դրական քայլ, բայց իրականում եթե խոր ուսումնասիրենք, կտեսնենք որ այնտեղ չափից դուրս բացական գծեր կային, միայն այն որ ուրեմն այս շարժումը ծնեց Կելվինիզմ կոչվող բողոքականությունը, որը չարիք դարձավ մարդկության համար, պետք է նշենք, որ միջալոց Լեոնը իր նաև նշել, որ այժմյան մասոնականությունն նյութապաշտության սաղմերը կարելի է փնտրել ու գտնել թոնդրակյան շարժման մեջ, այսինքն թոնդրակյաններն էլ ծնեցին ռեֆորմացիայի շրջանը եւ բողոքականության շրջանը, որը փաստորեն հիմք դարձավ նյութապաշտական կապիտալիզմին եւ այն որի հույս ունենանք
վերջը տեսնելու ենք ու գալու է նորից վերածննդի Պավլիկյան գաղափարախոսության ժամանակ, երբ մարդկային հարաբերություններն ավելի շատ կլինեն հոգեղեն, ոչ թե սպառողական տրամաբանության վրա հենված։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, սիրելիներս, այսօր այսքանը հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայն լրատվականի ձայնարատի հայագիտական հաղորդաշար։ Հաջողություն կհանդիպենք։